Բարը բոլորին մի կանա ձեր հետ։ Այսօր Apple-ը ներկայացրեց մի քանի փոփոխություններ իր on-line խանութում։ Առաջինը արդեն կտեսնեք, դա էկրանի վրա ցույց տված iPhone 7-ն է, որը կարմիր գույնի iPhone է, որը ոչինչ բանով չի տարբերվում ուրիշ iPhone-ներից, պարզապես կարմիր գույնի է, եւ Jet Black-ի նման ունի միայն երկու տարբերակներ, այսինքն 128 GB եւ 256 GB, չկա դրանից փոքր տարբերակը։ Հիմնական տարբերությունը այն է, որ կոնկրետ այս մոդելը, ընդհանրապես կարմիրը կապված էր Apple-ի հետ շատ վաղուց, Product Red-երի այլ տարբերակներ կային, նոր iPod-ներ կային կամ այլ պրոդուկտներ կային կարմիր գույնի Apple-ը, որը որ ստեղծում էր եւ բոլոր այն գումարը, ինչ որ հավաքվում է կոնկրետ այս մոդելից, եթե սա վաճառեն, ապա այդ գումարը գնում է Product Red կազմակերպությունը, բարեգործական կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր խնդիրներով, օրինակ կոնկրետ այս դեպքում, եթե չեմ սխալվում, Product Red-ի կապը կապված է Apple-ի հետ, որպեսզի օրինակ ոչնչացնեն speed-ը, որը իհարկե գիտեք հիվանդություն է։ Սա ոնց որ ավելի շատ բարեգործական ակցիա լինի, սա իրականում շատ լավ է ազդում Product Red բրենդի վրա։ Նկատեք, որ վերևը գտա Special Edition։ Սրա մասին եւս մենք իհարկե գիտենք iPhone SE-ն Special Edition-ը եւս կոչվում։ Եվ ինչն է հետաքրքիր, iPhone SE-ն եւս փոփոխություն է ունեցել այսօր։ Երկու տարբերակ կա, երկու անգամ բարձրացել է գիգաբայթները, ասենց ասեմ, որը որ առաջ համարյա թե անհնարին էր այդպես բան տեսնել Apple-ի կողմից, իսկ հիմա արդեն Apple-ը հասկացել է, որ 16 GB-անոց տարբերակը դա սխալ է եւ ոչ մեկին խորհուրդ չեմ տա երբեք գնեք 16 GB, մոռացեք, չարժի։ Իսկ այս դեպքում մենք ունենք արդեն նոր iPhone SE, որը որ նույն iPhone SE-ն է, պարզապես գիգաբայթները բարձր։ Հիմա մենք ունենք 32 եւ 128։ Առաջ մենք ունենք 16 եւ 64։ Ինչպես հասկանում եք, դա հագին մեծ տարբերություն է եւ գինը թողել է նույնը։ Շատ տարօրինակ է, ինչպես տեսնում եք, գինը նույնն է մնացել համեմատած նախորդ գների հետ։ Ես համոզված եմ, տարբեր խանութներում նույնն է մնացել։ Իհարկե, Հայաստանում եւ տարբեր reseller-ներում կամ ովքեր որ վերավաճառում են, գինը ինչ-որ մի ձևով կփոխվի, բայց կոնկրետ հիմա կարելի ասել վաճառքում կլինի 4 տեսակի iPhone SE-ը, հին 16-ը կլինի, հիմա նոր 32-ը, հին 64-ը եւ նոր 128-ը։ Եվ չգիտեմ ինչպես են իրանք գները դնելու է 16-ի եւ 64-ի համար, որը որ արդեն էլ չկա, օֆիցիալ չի վաճառվում, բայց սա մեր հիմնվա նոր գներն են եւ տարբերակներն են, որը իմ կարծիքով շատ ճիշտ է։ Անցնենք առաջ iPad։ Ուրեմն ինչ է արել Apple-ը։ Apple-ը հանել է iPad Air 2-րդը, հանել է iPad Air առաջինը, հանել է iPad mini 3-րդը եւ mini 2-րդը եւ թողել է հետեւյալ տարբերակները։ Կամ մենք վերցնում ենք iPad Pro երկու տեսակի, այսինքն iPad Pro սովորական iPad-ի չափի եւ մեծ iPad Pro, կամ մենք ունենք տարբերակ վերցնելու ընդհանրապես iPad, որը կոչվում է պարզապես iPad։ Սա սովորական iPad Air 2-րդն է, պարզապես վերանվանված։ Ոչ մի տարբերություն չկա։ Նույն այնը չիպն է, ներքևը գրած է։ Այնը չիպը, iOS 10, Touch ID, նույն Retina display, 4G, 8 մեգապիքսել կամերա, որը որ ես չեմ հասկանում ինչի դժվար էր 12 դնել, այդտեղ չգիտեմ ինչի։ Այսինքն սա ավելի, ասենց ասեմ, չստացված Pro է, սա մի քիչ ավելի վատն է, քան թե սովորական iPad Pro-ն կամ ցանկացած iPad Pro-ն, որտեղ երկու տարբերակ է, ինչպես տեսակ, եւ ավելի մատչելի։ Եթե մտնենք գները նայենք, եթե չեմ սխալվում, առաջ գները շատ վատն էին, այո, ուշադրություն դարձեք գներին։ Հիմա 339 ֆունտ, iPad-ի համար սա շատ ցածր թիվ է։ Իհարկե, սա 32 GB-ի մասին է խոսքը եւ մենակ Wi-Fi մոդելն է, բայց սա շատ ցածր թիվ է։ Ես ձեզ ասեմ, որ iPad-ները սկսում էին 400-ից, 500-ից առաջ, ես չեմ հիշում կոնկրետ դոլարով ինչքան կլինի, բայց ֆունտի թիվը ես հիշում եմ, քանի որ ֆունտով եմ միշտ գնել։ Հենց որ ինչպես տեսնում եք, այս անգամ Apple-ը հետաքրքիր տարբերակ է մեզ ներկայացրել եւ մենք ունենք հիմա բոլոր, կարելի է line-up-ը, բոլոր iPad-ների տարբերակները, որ մենք հիմա ունենք դրված են։ Փաստորեն ինչն է հետաքրքիր, Rose Gold մենք միայն ունենք 9.7 տարբերակի Pro-ն, որը էկրանը կարելի ասել sense հետևի կամերան դուրս է գալիս, քանի ես չեմ սիրում, որ դա sense դուրս է գալի կամերան iPad-ի վրա համենայն դեպս շատ տգեղ է երևում, բայց iPad Air-ը ընդհանրապես կորել է։ Air անունը ինձ թվում է Apple-ը արդեն ցանկանում է ոչնչացնել, որովհետև Air մենակ MacBook Air-ն է կարծեմ մնացել, որ պահել են, թե չեմ հիշում, թե կարծեմ հետ էլ չկա, դա էլ ստուգենք, միգուցե ես սխալ եմ։ Չէ, MacBook Air պահել են, որը որ շատ հին վերսիան է, որը շատ ամոթ է, որ Apple ունի այս MacBook Air-ը, սա շատ հին վերսիա է եւ նույնիսկ չեն թարմացրել, ինձ թվում է դրանից է դուրս կգա։ Մի խոսքով, մնացած նորությունները համարյա թե չկա, Watch-ը ունեցել է հիմա թազա բան ունի, բենդեր ունեն, ինչպես տեսնում եք մի քիչ ուրիշ ձևի ռեմիշոկներ ունեն հիմա, այնպես որ ինչ որ է, այդքան շատ բան չկա դեռ ցույց տալու, կարող եք ինքներդ նայել Apple-ի կայքում եթե ցանկանաք,
Բարձրապես փոփոխությունը գույնի մեջն է, iPhone 7-ի, ուրիշ գույնի iPhone 7 եւ այլն, եւ մի քանի, ասենք, տարբերակ, որ ասենք iPad-ը իհարկե փոփոխել են, հիմա iPad Pro-ն անվանում են, iPad Air-ը անվանում են iPad բարձրապես, եւ վերջ։ Եվ իհարկե iPhone SE-ն հիմա սարքել են 16 GB-ի եւ 64-ի տեղը սարքել են 32 եւ 128 տարբերակները, որ ես արդեն ասացի։ Հենց որ այսքանը ժողովուրդ ջան, սա իմ կարելի ասել փոքրիկ update-ներ, ինչ է կատարվել այսօր, շատ արագ տեղի ունեցավ, ես նույնիսկ նոր հաստատուն, որ սրա մասին վիդեո նկարեմ եւ ուրախությամբ կնկարեմ ձեզ բացատրեմ, ինչպես տեսնում եք հիմա անում եմ։ Ինչը կապված է iPhone-ի հետ, ինչ կասեմ ես որպես իմ կարծիքը։ iPhone 7-ը ինչպես տեսնում եք հիմա կա մի քանի գույներով։ Հիմա առանձին երևում է ոնց որ չի երևում, թե երևում է։ Red-ը առանձին են դրել, նույնիսկ ստեղ չկա այս ցուցակի մեջ։ Red-ը վերևն է։ Այն մենք չենք կարող հիմա գնել, կարող ենք միայն պատվիրել ամսի 24-ին մարտի եւ դեռ չգիտենք երբ այն դուրս կգա, հենց որ պետքա սպասել։ Ինչ կասեմ գույնի մասին, ինչ ասեմ, գույնը սովորական Red product-ի գույնն է, ես տեսել եմ այս գույնի, օրինակ iPod Touch, այսպեսի կա։ Համոզված եմ, որ մարդիկ կգտնվեն, ում այն գույնը դուր կգա, կամ մարդիկ ցանկանան միգուցե բարեգործությանը գումար տալ եւ գնելով այս product-ը իրանք կարողանան դա անել։ Դա այդ առումով լավ է։ Եվ եւս մեկ անգամ կգնեմ, այն ոչ մի բանով չի տարբերվում մնացած iPhone 7-երից, պարզապես Jet Black-ի պես, այն եւս, ինչպես տեսնում եք, միայն 128 եւ 256 GB մոդելներով է։ Դե ինչ, այսքանը ժողովուրդ ջան, մերսի որ նայեցիք այս հաղորդումը եւ կհանդիպենք մոտ ապագայում։